Արև ձեզ իմ սիրելի յութուբյան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ինարա Գրիգորյանն է, տարոլոգ և ռունոլոգ։ Նորությունները այնքան էլ լավը չեն, զանգվածային թունավորում, բյուրեղավանում, շտապօգնության հեռախոսը չի լռում։ 17 հուլիսի 26 թվական հես է։ Հիմա դնեմ լսել։ Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Զանգվածային թունավորում, նույն աղբյուրից սնվող բնակավայրերում Բյուրեղավանում շտապօգնության հեռախոսը չի լռում։ 5 միլիարդ գաղտնի պարգևավճարների համար հարկատում։ Բոլորդ կարող եք դիտել, ես 10 րոպե առաջ եմ դիտել, բայց հիմա ուզում եմ ձեզ մի հատ Հայաստանի քարտեզը ցույց տալ։ Այ, վարքյան սիրելի հետևորդներ, խայտարակություն։ Սա Հայաստանի քարտեզն է, չգիտեմ ձեզ երևում է, թե ոչ։ Պետք է որ երևա։ Եթե լավ չի երևում ձեզ, այստեղ Նեպտունն է, խնդիրներ կա, ես տեսնում եմ Պլուտոն եւ այլը։ Ընդհանրապես ես ինչ եմ տեսնում, ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք, այստեղ ունենք բավականին ոչ այնքան լավ ասպեկտացիաներ, դա պետքա լիներ։ Այստեղ Նեպտունի հենց ընդգծված մասնակցությունն է, հաճախ խորհրդանշական կարող է լինել աստղաբանության մեջ, որոնք կարող եմ ես կապել հեղուկների հետ, օրինակ, կարող են գնել հեղուկներ խմել եւ այլն, բայց մեկ դեպք չի։ Ջրի հետ դա կարող է կապ ունենալ, դա կարող է կապ ունենալ ինչ որ քիմիական նյութերի հետ, թունավորումների հետ, դեղերի, ինչ որ գազերի կամ անհասկանալի ծագման ինչ որ դեպքերի հետ։ Պլուտոնի այստեղ լարված ասպեկտացիան ես երբ նայեցին ինձ մոտ գրառել եմ, երբեմն այստեղ կարող եմ մեկնաբանել որպես զանգվածային ազդեցություն ունեցող ճգնաժամային երևույթներ կամ ինչ որ խորքային փոխակերպումներ կարող են այստեղ լինել։ Նայեցի, որ լուսինը այստեղ ներգրաված է հենց Նեպտունի Պլուտոնի հետ լարված ասպեկտացիա կա այստեղ ասպեկտներում եւ որոշ մարդիկ կարողա դա այլ կերպ ասեն հանրության առողջության հետ է դա կապված, սննդի կամ կարող ասեն հեղուկների հետ է կապված, որ ակտիվացել են։ Մերկուրին հետընթաց այստեղ երբեմն կարող է խորհրդանշել ինչ որ սխալների հետ խառնաշփոթի մատակարարման կամ ինչ որ տեղեկատվական խնդիրների հետ, սակայն դա ինքնին թունավորում չի նշանակում, Ընդհանրապես ես նաև նայել եմ Մունդայի աստղաբանական քարտը, թունավորման օրը այսօր է 17-ն է այսօր արդեն, ժամն էլ նայեցի, քիչ առաջ եմ ճշտել, ուրեմն ինձ նա է եկել ինֆորմացիան, որ այստեղ Նեպտունի ընդգծված դերը դասական Մունդայով նկատի ունեմ, ես էլ եմ կապում էլի այստեղ էլ ջրի հետ, հեղուկների, դեղամիջոցների, քիմիական ինչ որ նյութերի, գազերի, ինչպես կրկնեցի, թունավորման հետ դա կարող է լինել։ Իսկ Պլուտոնի այստեղ լարված կապերը կարող է խորհրդանշեն լայն ազդեցություն ունեցող ինչ որ ճգնաժամեր, որոնք կարող են պահանջել խորքային հետաքննության հետագայում, միգուցե անալիզներ ուզենան վերցնել, որովհետև նաև այստեղ ասվում էր, որ վիոլա ջրի հետ են կապում այս ամեն ինչը, որ ամենը զգացել ինչ որ դառը, լուսնի ներգրավվածությունը սովորաբար ցույց կարող է տալ, որ այս իրադարձությունները լայնորեն կարող են ազդել, ինչու՞ չէ, այո, բնակչության վրա եւ արագ արձագանք առաջացնել։
Մարսը նույնպես այստեղ բավականին ակտիվ է, դա խորհրդանշում է, որ կարող է հանկարծակի և սուր ընթացքի ունեցող իրավիճակներ լինեն։ Ես սա կարող եմ համեմատել իրոք ջրի կամ հեղուկների հետ կապված խնդրի, կարող է լինել ինչու՞ չէ, նաև սննդամթերքի հետ կապված աղտոտման հետ, քիմիական չի բացառվում նյութերի ազդեցության կամ որևէ ինչ-որ նյութի, որն ազդել է միաժամանակ բազմաթիվ մարդկանց վրա։ Նայեք, Նեպտունը բավական ինքը կարող է լինի ակտիվ, այդտեղ մունդան, աստղագուշակության մեջ Նեպտունը հաճախ կարող է ասոցացվել ջրի, խմիչքների, գազերի, հա, միգուցե կամ գազային, չգիտեմ, ինչ-որ այդպիսի նյութերի հետ կապված, որտեղ շատ դժվար կլինի մի քիչ այդ բացահայտումները, որպեսզի անեն, անալիզ տեսնեն, հասկանան, թե դա որտեղից է գալի։ Պլուտոնի լարված ասպեկտը այստեղ կարող է խորհրդանշի մասշտաբային ճգնաժամ կամ ինչ-որ իրավիճակ, հա, որը կարող է պահանջել խորը հետաքննություն եւ այստեղ միգուցե իրական պատճառի բացահայտում։ Իսկ լուսնի ակտիվացում այստեղ չմոռանանք, որ լուսինն էլ ժողովուրդն է նաեւ, լուսինն էլ է ջուրը, հնարավոր է այստեղ իրադարձությունները դա ժողովրդի հետ կապված լինեն, հասարակության հետ կապված եւ կարող են ազդել բազմաթիվ մարդկանց վրա այս ամեն ինչը։ Իսկ Մարսի ազդեցությունը այստեղ խոսում է այն մասին, որ հանկարծակի արագ զարգացող իրավիճակ կարող է լինի, որը կարող է պահանջել բավականին շտապ արձագանք եւ մենք տեսնում ենք, եթե դուք էլ դիտեք, արձագանքները բավականին արագ են եղել եւ այնտեղ աղջիկ էլ է եղել բողոքող, որ 3 օր այնտեղ արդեն բժիշկները սկոր են գնում գալիս է։ Օգոստոսից եթե ես նայում եմ Մունդայի այս քարտեզը, հնարավոր է այս իրավիճակները նաև շարունակվեն, ստուգումներ լինի, անալիզներ անեն, փորձաքննություններ, ինչ-որ պաշտոնական պարզաբանումներ լինեն։ Իսկ Նեպտունի ակտիվությունը այստեղ հաճախ կարող է բերել այնպիսի մի իրավիճակներ, որտեղ իրական պատկերը պարզվի որոշ ժամանակ անց, հա, որովհետև Նեպտունը այստեղ հետընթաց է։ Պլուտոնի ազդեցությունը այստեղ հաճախ կարող է կապված լինել համակարգի ինչ-որ փոփոխությունների եւ բարեփոխումների հետ, բայց ես էլի գնում եմ դեղերի, քիմիական ինչ-որ նյութերի հետ կապված, չգիտեմ ինչու։ Պատահական չի այս ամեն ինչը։ Սեպտեմբերին, նոյեմբերին հնարավոր է Մարսի ակտիվ շրջանը այստեղ բերի լարված ինչ-որ հասարակական քննարկումներ, արագ որոշումներ, որտեղ պետք է կայացնել, պետական կառույցների ակտիվ աշխատանք պետք է լինի։ Միաժամանակ այստեղ նաև կարող են բացահայտել նախկինում անտեսված խնդիրներ, որովհետև ես գիտեմ, որ դեպքը նաև կրկնվել է ուրեմն ապրիլ ամսին։ Դեկտեմբերին այստեղ հավանական է իրավիճակի կայունացում եւ նախորդ ամիսների խնդիրներից միգուցե դասեր քաղելու փուլ լինի։ Հասկանում եք, այստեղ կամ էլ ինչ որ մի բան կա, որը անտեսանելի է, շատերը չեն տեսնում, հենց բյուրեղավանի դեպքի հետ կապված, ջուրն է էլի, սնունդը այստեղ գազը կամ որևէ այլ ինչ-որ նյութ կարող է լցված լինեն այդ ջրի մեջ։ Պետք է ուշադիր լինել, որովհետև անտեսանելի կամ սկզբում դժվար հայտնաբերվող գործոն կարող է լինի, զանգվածային ազդեցությունը կարող է մեծանալ, հետաքննության անհրաժեշտություն պետք է լինի եւ իրավիճակի աստիճանաբար պարզում, որ կամաց հասկանան, հա, թե իրականում ինչի հետ էր դա կապված։ Այսքանը սիրելի հետևորդներ, շատ կարևոր է, որպեսզի մենք այսպես գոնե օգնենք, որ մարդիկ զգուշանան եւ այսպիսի դեպքերը շատ քիչ լինեն եւ պահանջեն, որպեսզի պետական կառույցները զբաղվեն այս գործով, այլ ոչ թե նստեն։ Սեփական երկրում կատարվում են բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ եթերին։ Ցտեսություն։